Բարձունք 5165, սա Արարատ լեռան բարձրության չափն է և Ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության անունը։ Այն էջմիածնում հիմնադրվել է 2003 թվականից։ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Ֆրանսիայի Բուշ-դի-Ռոմ նահանգի վարչական խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինիի հովանավորությամբ։ Սա ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ատամնաբուժական կլինիկա է։ Այստեղ նաև լոգոպեդի սենյակ է գործում։ Պատմական ակունքները շենքի գալիս են 1902 թվականից, հիմնադրվել է 1902 թվականին և ցեղասպանության ժամանակ, երբ որ մեր ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիները իջևանել են Էջմիածնում, սա եղել է հիվանդանոց և ծառայել է իրենց։ Ծանր հիվանդները տեղավորվել են այստեղ։ Եվ հետագայում վեհափառ հայրապետը ուզեց, որ սա հենց բժշկական հիմնարկ լինի, որպեսզի իր առաքելությունը շարունակի։ Մայրաթոռի և բարեգործական այս կազմակերպության հերթական ձեռնարկով Էռնեկյանի անվան դպրոցի մոտ 250 աշակերտ այսօր նոյեմբերի 19-ին լսեցին խորհուրդներ բերանի խոռոչի հիգիենայի մասին, մուլտֆիլմից ճանաչեցին սարսափելի կարիեսին, սովորեցին, թե ինչպես ճիշտ հոգ տանել ատամներին։ Կանխարգելել հիվանդությունը շատ ավելի հեշտ է, քան բուժելը։ Էջմիածնի Էդուարդո Էռնեկյանի անվան դպրոցը գործում է Մայրաթոռի հովանու ներքո։ Բարեգործական այս ձեռնարկը անցկացվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ։ Մենք շատ ուրախ ենք եւ կարեւորում ենք այս օրինակ միջոցառումները, որովհետեւ նրանք նպաստում են մեր զավակների առողջ կյանքի ընթացքին, ոչ միայն մտավոր առողջության, գիտելիքների, այլ նաեւ այս առումով դաստիարակության առողջ կյանք ունենալու համար։ Երեխաները նվեր ստացան, ատամի խոսանակ եւ մածուկ։ Բարձունք 5165-ի գործադիր տնօրեն Լուսինե Մելիքյանը երեխաներին ու ծնողներին տեղեկացրեց, որ նրանք կլինիկայում անվճար սպասարկվելու հնարավորություն կունենան։ Նրանցից շատերը նախկինում էլ անվճար օգտվել են ատամնաբուժարանից։ Բարձունք 5165-ը մասնաճյուղեր ունի Գյումրիում ու Վարդենիսում։ Հայաստանում հիմնադրվել է 88-ի երկրաշարժի ժամանակ։ Հիմնադիր Հովսեփ Հովսեփյանն այդ ժամանակ ապրում էր Ֆրանսիայում, մասնակցել է ազատամարտին եւ այժմ էլ շարունակում է օգնել հայրենիքին։